Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին։ Այն խոսքի ազատությունը, որը որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կա, սա երազանք է։ Վերջին շրջանում իրենց ճեպազորիցներում բարձրագույն իշխանության ներկայացուցիչները համոզմունք են հայտնում, որ լրագրողները գալիք ընտրություններում քվեարկելու են հենց իրենց օգտին։ Իսկ ինչու պետք է ընտրեն քաղաքացիական պայմանագրին ըստ հենց Փաշինյանի։ Որովհետև հակառակ դեպքում դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում ձեզ սպառնում է հաշմանդամության գուցե թեթև, բայց կար, եթե շարունակեք օգտվել այնպես ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում։ Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակին։ Դու լրագրողական կրթություն ունես։ Կրթություն ունեմ։ Որտեղ ես ավարտել, ասես։ Պետք է շատ ճիշտ հասցեատերերին ու շատ հստակ ձևակերպած ներկայացնենք ու պահանջենք, որ պետությունը հատկապես այս նախընտրական փուլում իշխող քաղաքական կուսակցությունը իր դիրքորոշումն ասի։ Ինչ ես անելու դու մեր համայնքը զարգացնելու համար, եթե ընտրվես։ Ոչ թե որ այ ձեզ չենք ծեծելու ու մենք դրանից ուրախանանք, չէ, դա ինձ ցավեցնում է իրականում։ Ընդհակառակը մենք պիտի պահանջենք, որ այս դարում արդեն ծեծելով ոչ մեկ էլ հարց չի լուծում։ Այս դարում արդեն լրիվ այլ մահակներ են օգտագործվում լրացնելու համար։